Սիրելի հեռուստադիտողներ, Գոյամարտ հեռուստասերիալում իրադարձությունները ստանում են ամենաանսպասելի, խճճված և ցնցող ընթացքը։ Այսօր մենք ականատես կլինենք ոչ թե ֆիզիկական բախումների, այլ հոգեբանական ամենադաժան ու նենգ մանիպուլյացիաների, որոնք իզորու են կործանել անգամ ամենամաքուր զգացմունքները։ Սկսենք Սարգսյանների ընտանիքի ծանրագույն ապրումներից։ Դավիթ Պապիկը հոգեբանական ծանր վիճակում է։ Նա ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել Մանանի հետ վերջին հանդիպումից ստացած հիասթափությունն ու ցավը։ Նա ողջ հոգով հույս ուներ, որ թոռնուհին վերջապես կսթափվի և կվերադառնա տուն, հարազատ արյան կանչին ընդառաջ, սակայն ամեն բան գնաց բոլորովին այլ, անվերադարձ հունով։ Իսկ իսկական փոթորիկը սկսվում է այն ժամանակ, երբ Լեան զանգահարում է Լեոյին ու հայտնում աբսուրդային մի լուր։ Պարզվում է Գրիշոն ցանկանում է ամուսնանալ Մանանի հետ և ամենասարսափելին այն է, որ Հունանը տվել է իր պաշտոնական համաձայնությունը։ Այս լուրը Լեոյի համար իսկական շոկ էր։ Նա անմիջապես կիսվում է եղբոր և պապիկի հետ։ Երեքով նստած այս կոտրված տղամարդիկ փորձում են հասկանալ և վերլուծել, թե որտեղ են իրենք այդքան ճակատագրական սխալ գործել։ Նրանք չեն կարողանում ընկալել, թե ինչպես կարող է Մանանն այսքան դաժանորեն արհամարհել իր ընտանիքն ու գնալ թշնամու, իր եղբայրներին նման օրը գցած մարդու տուն։ Իսկ մինչ Սարգսյանները տառապում են, Գրիշոն անցնում է վճռական գործողությունների։ Նա անում է այն, ինչին երկար ժամանակ սպասում էինք, ամուսնության առաջարկություն է անում Մանանին։ Սկզբում Մանանը հավատարիմ իր համառ տեսակին փորձում է ձևացնել, թե դեմ է և չի ցանկանում, բայց հոգու խորքում նա շատ լավ գիտակցում է, որ Գրիշոյի զգացմունքներն անկեղծ են և որ իր սերը ևս անմնացորդ փոխադարձ է։ Ի վերջո, նա տալիս է իր համաձայնությունը։ Սիրելի հետևորդներ, սոցիալական ցանցերում արդեն իսկ տարածվել են նկարահանման հրապարակից արտահոսած բացառիկ կադրեր, որտեղ հստակ երևում է աներևակայելի մի տեսարան։ Գրիշոն Մանանին հյուր է բերում մակունցների տուն, հարսանիքի մանրամասները քննարկելու նպատակով, և նրանց դռան ժպիտով դիմավորում են Հունանն ու Ինան։ Այս թվացյալ հաշտությունն անմիջապես ոգևորում է Լեային։ Նա հանդիպում է Լեոյին ու վճռականորեն հայտարարում, որ եթե Գրիշոյին կարելի է ամուսնանալ Մանանի հետ, ապա ինքն էլ ոչ մի դեպքում չի հրաժարվի իրենց սիրուց։ Վերադառնալով տուն, Լեան անսպասելիորեն արժանանում է հոր բարեհաճությանը։ Հունանը դստերն ասում է այն խոսքերը, որոնց Լեան երազում էր լսել։ Նա իբրև համաձայն է նրանց միությանը և նույնիսկ առաջարկում է, որ Լեոն գա իրենց տուն հարաբերությունները պաշտոնապես քննարկելու համար։ Լեան երջանկությունից 7-րդ երկնքում է, բայց խեղճ աղջիկը պատկերացում անգամ չունի, որ այս ամենը հրեշավոր խաբկանք է ու լավ մշակված ծուղակ։ Հենց Լեան հեռանում է, Հունանը բացում է խաղաքարտերն Իննայի մոտ։ Նա սառնասրտորեն հայտարարում է, որ սկսում է իր կյանքի ամենամեծ և ամենավտանգավոր խաղը, և խաղի մեկնարկն արդեն տրված է։ Իննան սարսափած է, քանի որ նա ի սկզբանե հասկանում էր, բացառվում է, որ Հունանը երբևէ անկեղծորեն ընդուներ Գրիշոյի ու Լեայի ընտրությունը, և Իննան չէր սխալվում։ Հունանի նենգ պլանը շատ շուտով տալիս է իր դառը պտուղները։ Օգտագործելով այս արհեստականորեն ստեղծված հանգստությունն ու ստելով բոլորին, Հունանը վարպետորեն դասավորում է ամեն ինչ այնպես, որ Լեան անելանելի վիճակում հայտնվելով ստիպված է լինում հավաքել իր ճամպրուկներն ու արագորեն հեռանալ երկրից, կրկին կիսատ թողնելով Լեոյի հետ երազած ապագան։ Սա սերիալի ստեղծողների կողմից տրված հենց այն սցենարային լուծումն է, որը պայմանավորված է դերասանուհի Անի Մեհրաբյանի ուսման նպատակով Հունաստան մեկնելու փաստով։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում։ Ինչ ճակատագրական զարգացումներ կհետևեն այս մեծ խաղին, երբ Լեոն իմանա խաբեության և Լեայի հեռանալու մասին, արդյոք նա ուղղակիորեն պատերազմ կհայտարարի Հունանին։ Իսկ Մանանը, հայտնվելով թշնամու տանը, կդիմանա արդյոք այն հոգեբանական ճնշմանը, որը Հունանը պատրաստում է նրա համար։ Անպայման կիսվեք ձեր վարկածներով և կանխատեսումներով մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։